Parevses sireli ungantirneres tartsal bir dişarunagem Zabel Yesayani silahları bardezleri var artem pavagan haraçatsazenk. Բայց երանիկ մորակույրս թեր ուրիշ քրաշալիկներ ալուներ իր սեյագի մեջ, այդ իր սունդուկներ, այնտեղ բահած էր իր մանկության դարիներեն ցերկը անցած իրերը, այնտեղ գային հին և մաշած հնդկական շալերու պեգորներ, բարսկական մեդակսեղեններ, ոսկեթել Փանված բրուսայի շղաշներ, վար և շլացած քույներով գերբասի գդորներ, նմուշներու ծրարներ, փղոսկրը և արձատատելե շինված բզդիկ արարգաներ, փաժակներ, ըսկահակներ, մեդակս քույնուսկույն թելեր, սաթեմանյակ մը և թեր անհամար ուրիշ բաներ. Այդ իրեղեններում և մորաքրոջս բատմություններում մեջ սերտ աղերսներ գային. Ան մինակ անցներ դանը մեջ, որ գխոսեր իր մեծ մորը Շիրին օղլու Հակոբին մորը մասին. Անոր դունու լիքներ այն բոլորովին, որ գարավանի առաջնորդներ իրենց երկար ճամփորդություններու ընթացքին արեր ու պերեր էին դուն. Երանիկ մորակույրս կպատմեր, որ իր մանկության նեղ օրերում զարամած հանիին ցերկեն մեգիկ խլած էին տանգակի շալեր և գերբասներ ու ծախեր էին. Ամեն ինչ ծրվեր ուրիշ ջուրին կացեր էր. Բան չմնաց գսեր անցավելով, մինագաս մնաց գհարաչեր ցույց տալով սնդուկի մեջ ավակված պեգորները. Արտարև մեծ հայրերուս անհետացած ուժեղ սերունդեն մնացեր էին պատմություններ և երանիկ մորակրոջս սնդուկի մեջ նախկի շքեղ շալերու գեղեցիկ գերբասներ, թանկագին պեեզներու պերեկտված և ծեծերը ծակոտկեն աննշան պեգորներ. Իր սենյակի մեջ երբ էշրև սաաթին էր, անիգա գպանար և միևնույն ադեմ գերքեր կամ կպատմեր. Այդ սենյակի մեջ էր, որ կդած եմ լուսապանությունը ընտանեկան գարկմը անցյալ և ներկա դեպքերուն. Եվ անդարագույս երանիկ մորակույրս մեդդահի դաղանդ ուներ, ինչպես իր մեծ հոր եղբայրը Ֆերհադը, բայց իր ժամանակին իրականության մեջ այլևս մեդդահի դեղ չկար. Ան նվազ ոգևորությամբ գխոսեր իր մեծ հոր Շիրինի աշուղի դաղանդի մասին, քան Ֆերհադի պատմելու հրաշագործ հատկություններու վրա. Քերվանները գերտային և ներսերը կտանեին բազիրգյաններ, կառավարության մարդիկ, սնդուկներով զենգիտնություն. Գերտային քիչիկ չամլջայի ետևեն, գերտային օրերով, ամիսներով վեր երկինք վարը քերվան բաշին. Ու կպատմեր, թե ինչպես Ֆերհադ կառավանի պետը իր ճամփորդները կկառավարեր հաստատակամությամբ և արդարությամբ, եթե պատահեր, որ կառավանին ընկերակցող թուրք աստիճանավորը պահանջեր բացառիկ վերաբերմունք, Ֆերհադ կմերժեր ու կգաթղեր, եթե բնթեին. ոչ սպառնալիքը, ոչ խոստումները չէին զորեր իր վրա, բայց Ֆերհադ իր կառավանի առաջնորդի հատկությունները Երևան կբերեր, երբ որևէ վտանգ սպառնար կառավանին. Ան աղվեսի պես խորամանկ էր, երբ պետք կլար, և ավելի կընտրեր ճամփու ավազակներու պետերուն հետ համայնցայնություն, քան թե վտանգի ենթարկել ճամփորդներու կյանքը և ինչքը. Երբեմն ալ
Ցյունը կկոցեր ջամփաները հարկլար օրերով գանկարնել եւ սպասել։ Գարավանի ուդեստի եւ ճուրի բաշարը գսպարեր։ Պետք էր համբերել։ Ֆերհադ իր շուրջը գավակեր ջամփորդները եւ գբատմեր։ Երանիկ մարակույրս սկսեր, որ Ֆերհադ այնպիսի գադարելությամբ այդ անոթի մնացած մարդոց գնագարակրեր խնչույքներու, գերուխում, տեսակներ, տեսակ խորդիկներ, որ լսողները ոչ թե ավելի գսկային իրենց քաղցրությունը, այլ գհակենային եւ թմրած կմնային։ Իսկ երբ վտանգ մսվարնար, Ֆերհադ այնպիսի շնորհով եւ ուժով կբատմեր առասպելական քաջություններու մասին, որ ճամփորդներեն ոմանք կցանկային, որ հարցակումը լար ովևէ թեփ բադահեր, որբեսի իրենք ալ ցույց տային իրենց քաջությունը։ Թարնային մետդահի արժանի զահրիման։ Երանիկ մորակույրս այս բաները բատմած ադեմ կժպտեր արցունքոտ աչքերով եւ երբեմն գարդասվեր ժպտելով։ Հուզմունքը եւ ոգևորությունը գայլափոխվեին իր ձարգավետ թուղթ թեմքը եւ իր աչքերը գվարեին հրայքով եւ հաջող հեքնությունով։ Երանիկ մորակույրս գմնար ժամերով անշարժ եւ համր, ընկղմած ծուլության մեջ, նույնիսկ երբ մյուս տնեցիներու նետլար խոսակցության չեր մասնակցեր, եւ այնպես կվեցվածներ, որ մրապելու վրա է։ Երբեմն կբադահեր, որ հետևյալ օրը պատասխաներ իրեն եղած հարցումիմը, ըսելով, որ անմիջոցին ուշեմիշ եղավ խոսելու։ Նույնիսկ իրիկնաթեմին կաֆեի ժամուն հուսահատական տանտաղությամբ կվերցներ բաժակը եւ նույնքան տանտաղությամբ կդաներ շրթունքին։ Այդ ծուլության ժամերուն անոր մարմինը այնքան գադարելապես կանշարժանար, որ ծալլած սրունքները գթմրեին եւ իր քնած նայվածքը կբդցներ ամենուն վրա, ինչպես եթե երազեմը արտնար ու իր շրջապատը չիջանչնար։ Բայց երբ իր թմրած միտքը գարտնար հանգարձական գայզգլդուկներով, այնադեն ոչ միայն գտարնար սրամիտ եւ պատրաստապար, այլև հագում գունենար դուրս գալու իր առանցնութենը, հաղորդակցության մտնելու արտաքին աշխարհի հետ, խառնվելու ամփոխին հասարակ ժողովրդին եւ այդ ընելու համար անգտիմեր ամեն գարքի միջոցներ։ Դանը մեջ գար ճրամփարմը երկու հոր եւ ճուրը արադությամբ կգործածվեր, բայց Երանիկ մորակույրս հանգարց քաղնակողի գայլեր թույլմը եւ սապորմը եւ բարդեզին թռնեն գերտար փողոց հասարակած աղբյուրեմը ճուր բերելու։ Ան գսիրեր բացոտը փողոցը հաղորդակցությունը թրացիներուն, նույնիսկ անծանոթներու հետ։ Այդպիսի դրամատուրգիա մեջ եղած ժամանակ էր նաև, որ վարի թաղերը գերտար, գտեկերեր փողոցները կամ ուղղակի գերտար դուն մը այցելության։ Մեր դունը հիվանդլար կամ ովևէ դիրաբադող հոգմը անուշատիր դարձներ դնեցիները, Երանիկ մորակույրս ցերկես գբրներ եւ հետը դուրս գհաներ։ Ան գծածգեր ինձ մեր բդույդին նպատակները։ Մտքովս ենթադրություններ գնեի եւ ամեն անգամ որ փողոցը գտարնային իմ ենթադրություններս կամ գաստատվեին կամ գխախտեին։ Իմ մանկական հիշողություններուս մեջ Երանիկ մորակուրոջս հետ կատարած մեր այցելությունները եւ մեր անցքերը վարի թաղերեն մնացած են այնպիսի ֆեերիկական հուշեր։
Անագնգալը զվարջալին արդարոցը գտարնային սովորական։ Կհիանայի այն բանին վրա, որ ոչ միայն ամենքը գճանչնային երանիկ մորակույրս, այլև մդերիմ էին իրեն հետ ու գսիրեին զինքը։ Ամենքը հաղորդակից կնեին մորակույրս իրենց հոգերում և խոնար ուրախություններում։ Չկավորության մեջ դվայդող այդ ընտանիքները ունեին իրենց բոլորովին դարբեր կյանքը, որ անծանոթ էր վերի թաղերը փդագողներում։ Մեր հաջախած տուներուն գլխավորապես գիչեմ ցկդավաճառ Նիկոտին և Գարյանե Հանամին դուները։ Նիկոտ արդեն ձեռացած մարդ էր, բայց երբեմն գերտար ցուկ որսալու և գծախեր փողոցները կամ յենի մահալեի շուգան, բայց ավելի հաճախ կկներ ուրիշ ցկնորսներեն և բզդիկ շահովմը կծախեր հաճախորդներ։ Անիգա ալեխարն մազերով մարդ մներ, որ ժամանակին եղեր էր նավավար։ Մազերը փուսած էին գրեթե մինչև հոնքերը և ձոծրագին վրա կգործվեին շաբիկի օծիկին մեջ։ Դեպի դուրս ցցված խիծ և մացառուտ հոնքերուն դագեն անոր քոշ աչքերը վարեն վեր գնայեին, այնպես ինչպես եթե նայվածքը ավելի հեռուն երթար, քան իր նպատակագետը։ Անիգա դարօրինակ խոսվածք ուներ, որ սկիզբները բնավ չէին հասկնար, բայց քիչ մհերիեն գարձես իր խոսքերը թիերու հարվածներ էին նավագի կողմերուն կամ ջողբյուններ ջուրի մեջ։ Անընդհատ դոկորվել էր նավավարության ռիթմով և երբեմն պատմությունը կպատմեր իր երիտասարդական տարիներեն։ Իր խոսքը կդառնար պատկերավոր գրեթե շոշափելի։ Այո, այսօրվան բաժինը վերջացավ, բոլորիդ լավ օրեր։ Հաջորդին դարձալ միասին։ Ցտես։